Բարև ձեզ։ Այսօրվա հունվարի 4-ի իմ ամբիոն հաղորդաշարի հերթական հաղորդումը վերնագրել եմ ամերիկյան ժողովրդավարությունը եւ ռուսական հավատարմությունը։ Այս նախքան թեմային անցնելը, ինչպես միշտ, կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս, բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ։ Իսկ նրանք, ովքեր նայում են հաղորդումներս եւ բաժանորդագրված են, ապա շարունակեք դրել լայքեր, խնդրեմ, որովհետեւ ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյան YouTube ալիքը ավելի է տարածվում։ Իսկ հիմա ասնեմ բույնյութին եւ այսպես ամերիկյան ժողովրդավարությունը եւ ռուսական հավատարմությունը։ Չգիտեմ կրայացիք թե չէ, թե ես ինչ նկատի ունեմ այսօր, ի նկատի ունեմ ամերիկյան հրամանատարության ձեռնարկած հատուկ գործողությունը Վենեսուելայում, որի արդյունքում գերեվարվել են այդ երկրի նախագահը Մադուրոն եւ նրա կինը։ Եվ հիմա նրանք անմիջապես գերեվարելուց հետո տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեղափոխվել են Նյու Յորքի բանտերից մեկը եւ արդեն հայտարարվել է, որ նրանք դատելու են ամերիկյան օրենքների ամբողջ հաստությամբ։ Ըստ այդ օրենքների, ըստ որում Մադուրոն մեղադրվում է թմրանյութերի կարտել ստեղծելու մեջ, թմրանյութերի առևտրի մեջ, ապա այդպիսի մեղադրանքով նրան նույնիսկ սպառնում է ցմահ բանտարկություն կամ նույնիսկ մահապատիժ։ Ինչևէ, իրականացվել է գործողություն, իրականացվել է շատ հստակ, շատ մանրակրկիտ մշակված գործողություն, տևել ընդամենը կես ժամ, մի քանի հրաձգություններ, փոխհրաձգություններ, որի արդյունքում նույնիսկ ընդամենը մի ամերիկյան զինվոր է վիրավորվել, այն էլ թեթևակի։ Եվ ինչպես հաղորդում են, Սպիտակ տան տեղնակակու տրուպն էլ այդ ամենին հետևել է Սպիտակ տան ձվաձև աշխատասենյակում նստած մոնիտորի էկրանից։ Իդեպ սա պատմության մեջ առաջին դեպքը չի, երբ օտար երկրի, այլ երկրի ինչ-որ ուժեր գահանկեց են արել ուրիշ երկրի ղեկավարությանը։ Թեպետ ամենացայտուն օրինակը բերեմ ասենք այն հատուկ գործողությունը, որ իրականացրեց Խորհրդային Միությունը իդեմս իր պետանվտանգության հատուկ ջոկատների Ալֆա եւ Զենիթ, այսպես կոչված գրոհային ջոկատների եւ սովետական բանակի հետախուզական վարչության մուսուլմանական, ինչպես էր կոչվում, մուսուլմանական գումարտակ կոչվող խմբավորման, ստորաբաժանման հետ միասին։ Դա տեղի ունեցել 1979 թվականի դեկտեմբերի 27-ին, երբ գրոհել են Քաբուլում Հաֆիզուլլահ Ամինի պալատը, Թաջ Բեկը, բայց այնտեղ տեղի ունեցել բավականին մարդ, դիմադրություն, զոհեր են եղել նաև սովետական զինվորների շրջանում, բայց արդյունքում, ինչպես այն ժամանակ սովետական լրատվամիջոցներ են գրում, պրոպագանդան էր գրում, Հաֆիզուլլահ Ամինին լիկվիդացրել։ Պարզապես Ամինը սպանվել է, Ամինին սպանել են ոչ միայն Ամինին, այլև Ամինի կնոջը եւ նրա մանկահասակ երկու երեխաներին։ Ու դրանից հետո Աֆղանստանի ղեկավար են կարգել Բաբրակ Քարմալին։ Եվ դա նախաբանն էր, եւ դա սովետական զորքերի Աֆղանստան մտցնելու փաստորեն նախաբանն էր։ Դրանից հետո սովետական զորքերը մտան Աֆղանստան եւ եթե 10 տարի այդտեղ փաստորեն սովետական միությունը պատերազմում էր։ Չնայած պաշտոնական սովետական կառույցությունը դա պատերազմ չէր անվանում, այլ
սովետական զորքերը կատարում են իրենց ինտերնացիոնալ պարտքը Աֆղանստանում։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա էլ ռուսական պրոպագանդիստները մինչև վերջերս էլ ասում էին, որ Ուկրաինայի դեմ սանձազետած ոչ թե պատերազմ, այլ հատուկ ռազմական գործողություն, ըստ որում սկզբնական առաջին մի տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, բոլոր նրանք, ովքեր համարձակվում էին ասել պատերազմ, այդ պատերազմ բառն արտասանելու համար ստացել են նույնիսկ բանտարկվել են կամ հսկայական տուգանքներին արժանացել մի խոսքով, հալածվել են, ընդհուպայով մինչև կալանք։ Եվ հիմա վերջերս է, որ արդեն նույնիսկ համայն Ռուսիայի իմաստունը դրա ներկայությամբ անվանում են, ասում են, որ դա պատերազմ է։ Ինչպես օրինակ, ասենք վերջերս դեկտեմբերի վերջին, երբ ավանդաբար Կրեմլում պարգևներ են շնորհում հայրենիքին մատուցած ծառայության համար, ոչ անհայտ պրոպագանդիստ Սալավյովը կարճ ասաց, որ պատերազմը վերադարձրել է իրեն հավատը, որ տղամարդը ստեղծված է պատերազմելու համար, իսկ ռուսները մասնավորապես ստեղծված են հաղթելու համար, այնպես որ պատերազմը Ուկրաինայում սրբազան է։ Եվ դա ասաց հուզախառն համարյա հեկեկալով։ Եվ համայն Ռուսիայի իմաստուններ կամ ինչպես ասում են Կրեմլի անմահկաշերն էլ պես փարավոնի դիրքով հանդարտ կանգնած, հայացքով անթարթ նայում էր եւ հոգում այսպես հոգու մեջ հոգին յուղվում էր Սալավյովի հոզախառն խոսքերից։ Ես մի քիչ շեղում կատարեցի, հիմա վերադառնամ եւ պատահական չէ ռուսական շեշտեցի, որովհետեւ ամերիկյան ձեռնարկած ամերիկյան այս գործողությունը Մադուրոին ձերբակալելու միևնույն ժամանակ սա նաեւ քար նետել էր Ռուսաստանի պարտեզը, որովհետեւ մինչ այդ ռուսները ամենայն վճռականությամբ պաշտպանում էին Մադուրոին եւ հանդես էին գալիս նրան որպես իբրև հովանավոր։ Մադուրոն էլ դրանից ոգևորված իրեն անպատիժ էր զգում, բայց կես ժամում մտան Մադուրոին վերցրեցին կնոջն հետը եւ տարան հասցրեցին Նյու Յորք։ Իսկ ուր մնաց ռուսական հավատարմությունը, որ դարերի վեր Ռուսաստանի պատմության մեջ խորթ է եղել իր դաշնակիցների հանդեպ նկատմամբ։ Ռուսաստանը երբեք հուսալի դաշնակից չի եղել։ Դա է պատճառը, որ սկսած Լեհաստանից մինչև Բալկաններ շատ շնորհակալ են ռուսական այսպես կոչված դաշնակցությունից։ Եվ պարզ էր, որ ասենք նման դեպքերում, ինչպես միշտ, սա Ռուսաստանի անզորությունից է գալիս, նաև որ վաղուց, իդեպ այսօրվա Ռուսաստանը վաղուց արդեն գերտերություն չի, բայց նաև ունի իր ռեսուրսները եւ իր ռեսուրսներով կարողանում է որոշ տարածաշրջաններում, եթե չօգնել, ապա խանգարել, ընդամենը։ Բայց որ Ռուսաստանը գերտերություն չի, դա արդեն գալիս է, սկսած դա ցույց տվեցին իրադարձությունները 90-ական թվականներին Հրասլավիայում, հետագայում աշխարհի մյուս ծայրերում տեղի ունեցող իրադարձություններին եւ նաեւ նույնիսկ ռուս-թուրքական հարաբերություններում, որտեղ առաջատար դոմինանտ դերը պատկանում է Թուրքիային։ Սա ունի իր պատճառները, որովհետեւ Ռուսաստանի դեմ սանձազերծած տնտեսական պատժամիջոցների պայմաններում Թուրքիան այն հաբն է, այն միջոցն է, որով Ռուսաստանը կարողանում է շրջանցել պատժամիջոցները, արտահանել եւ ապրանքներ ներմուծել Թուրքիայով։ Եվ ոչ միայն Թուրքիայով, այլ երկրներ կան։ Բայց գլխավորը Թուրքիան է դրանցից։ Էլի մի քիչ շեղվեցի, ասածս իմաստ, այն է, որ Ռուսաստանը թեպետ փորձում է երևալ գերտերություն, բայց ինքը այլևս գերտերություն չի։ Ինքը թերևս նաև դոմինանտ է տարածաշրջանային առումով, մասնավորապես Ուկրաինայի հարցում։ Փորձում է դառնալ այն էլ, եւ Ուկրաինան ի պատիվ իրեն դիմադրում է։ Եվ եթե չլիներ Եվրոպայի բյուրոկրատական այսպես քաշքշուկները,
եւ օգնությունը ավելի բավարար լիներ, ոչ թե բավարար էր, որ Ուկրաինան դիմանար, այլ բավարար էր, որ Ուկրաինան արժանի հակահարված տա ագրեսորին, ապա իրավիճակը ամենևին այլ կլիներ, քան հիմա է։ Ինչ վերաբերում է Վենեսուելայում տեղի ունեցած դեպքերին, հետաքրքիր էր այս վիճակում Ռուսաստանի արտգործնախարարության ռուսական պաշտոնական ակտների արձագանքը։ Ես կընթերցեմ պարզապես։ Ասվում է, վճռականորեն կոչ ենք անում ամերիկյան ղեկավարությանը վերանայել այդ դիրքորոշումը, խոսքը վերաբերում է այդ գործողությանը, խոսքն այն մասին է, որ Մարադոնան եւ նրա կինը արդեն Ամերիկա են տեղափոխվել եւ ազատ արձակել ինքնիշխան երկրի օրինական ճանապարհով ընտրված նախագահին եւ նրա կնոջը, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այն որ Մադուրոն վերջին ընտրություններում չի ընտրվել, ցույց են տալիս կեղծվել են ընտրությունները, ցույց են տալիս այդ երկրում տեղի ունեցող բազմահազարանոց ցույցերը, որոնց ճշմարուն օգնեցին նաև Ռուսաստանի ռուսական հատուկ ծառայությունները։ Բայց նորից շարունակեմ ռուսական արձագանքները։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին զինված ճակերտների մեջ զինված ագրեսիայի համատեքստում եւ ընդգծել է տրամադրվածությունը Ռուսաստանի եւ Վենեսուելայի միջև ռազմավարական համապարփակ գործընկերության վերաբերյալ պատկերացնում եք ինչպիսի մարդիկ չեն պատկերացնում ինչ է տեղի ունեցել։ Լավրովը նման հայտարարություն է անում այն դեպքում, երբ Տրումպն էլ ասում է, որ մենք կսկսենք կառավարել Վենեսուելան, ինչեւ որ այնտեղ հաստատվի կայուն իշխանություն։ Հա եւ քեզ ամեն ինչ։ Իդեպ այն որ Մադուրոն եւ նրա կնոջը տեղափոխել են Նյու Յորքի բանտերից մեկը եւ այնտեղ նա հիմա սպասում է դատավճռին, նրա դեմ իրականացված ռազմական գործողությունը քննադատել է, դատապարտել է Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Մամդանին, որը օրեր առաջ երդվեց պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողության ժամանակ։ Գիտեք ինչ, արձագանքները այս իրականացված գործողության տարբեր են եւ իրարամերժ։ Այն որ Մադուրոն դիկտատոր էր, ոչ ոք անկասկած է։ Եվ այդ գործողությունը եթե կատարվել է դիկտատորին վերացնելու եւ երկիրը դիկտատորից ազատելու համար, ծեև ընդունելի է, բայց մանավանդ որ հիմա կադրեր են ցույց տալիս, որ Վենեսուելայի ժողովուրդը ցնծում է այդ իրադարձությունից, որ Մադուրոն ձերբակալվել է։ Բայց խնդիրն այլ դրվածքի մեջ է, որովհետև նախ ինչպես այն երկար տասնամյակներ առաջ Խորհրդային Միությունը մտավ Աֆղանստան իր ինտերնացիոնալ պարտքը կատարելու համար եւ տվեց զոհեր, որում եթե սովետական զորքերից 10 տարի ընթացքում համարյա մոտ 15000 զոհ է տվել, ապա Աֆղանստանում զոհերի թիվը անցել է միլիոնից։ Ըստ պաշտոնական տվյալների, միջազգային ՄԱԿ-ի։ Եվ հիմա էլ ըստ էության այլ երկիրը որոշել է իր այսպես կոչված ինտերնացիոնալ ժողովրդավարական կարգը հաստատել մի այլ երկրում, վերացնելով, ձերբակալելով, գերեվարելով այդ երկրի դիկտատորի։ Բայց արդյոք միայն այդ երկրում են դիկտատորները։ Մանավանդ որ ըստ էության այնպիսի տպավորություն է ստեղծված, որ տարբեր ելույթների, արտահայտությունների ժամանակ, որ արել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ինքը շատ այդպես իրեն շատ սրտամոտ են դիկտատորական հակումներով մարդիկ։ Օրինակ ասենք հենց նույն
անմակաշի Կրեմլի կամ ասենք Հյուսիսային Կորեայի ղեկավարը, որին Տրումպը անվանել է լավ տղա։ Այսինքն մի դեպքում դիկտատորները լավն են, իսկ մի այլ դեպքում այս դիկտատորը իրեն հասանելի չի, իր քինքին չի, դեպետ նրան ձերբակալել են այն իմաստով, ոչ թե որ դիկտատոր է, այլ նարկոբարոն է։ Պատճառ երբ ուզես ինչել ոնց էլ ուզես գտնես։ Նույն ասենք այդ թմբրա կարտելների կան ոչ միայն ասենք Վենեսուելայում, այլ հարակից հարևան երկրներում, նաև միջազգային այսպես կոչված սև շուկա հերոինի գլխավոր մատակարարներից է նաև Աֆղանստանը, որտեղ տալիբների ամբողջ այնպես գործունեությունը, երկրի ամբողջ տնտեսությունը հիմնված է կակա ճաճեցնելու հավաքելու մեջ։ Եվ այդ տալիբները, որոնք համարվում են հռչակված են, հայտարարված են միջազգային ահաբեկիչներ, որովհետև վերջերս այդ ցուցակից նրանց հանեց համայն ռուսի իմաստունը եւ հիմա նրանք լավ էլ համագործակցում են, նույնիսկ ընդունություններ են կազմակերպել Կրեմլում, նույնիսկ տալիբների ներկայացուցիչները անցյալ տարի ներկային Կարմիր հրապարակում անցկացված զինվորական շքերթին նշանավորում են հայկական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Այսպիսի բաներ, այսպիսի մետամորֆոզներ են տեղի ունենում աշխարհում։ Կրկնում եմ, արժանվույն գնահատելով ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած շատ ոսկերչական գործողությունը, միևնույն ժամանակ խիստ տարակուսանք է ինձ համար այն, որ որևէ երկիր միջամտում է այլ երկրի ներքին գործերի, այն էլ այս բացահայտ ուժի գործադրմամբ։ Սա ևս ցույց է տալիս, որ վաղուց աշխարհում արդեն գոյություն չունի, խարխլվել է միջազգային անվտանգության ամբողջ համակարգը, միջազգային իրավունքի բոլոր նորմերը, եւ դրա սկիզբը դրեց, ասենք, Կրեմլի անմակաշե եւ հիմա շարունակում է նաեւ Սպիտակ տան ձեռնարկակությունը։ Սա է ամենավտանգավորը եւ ըստ էության էլ երկու կողմերից էլ արդեն քայքայել են այս ամբողջ համակարգը, զսպվածության բոլոր թելերը, այսպես ասենք, ճոպաները փրթված են եւ հիմա տեղի ունենում այն, որ ուժերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Սա է մտահոգիչը եւ այս պայմաններում նաեւ մտահոգում է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տեսակետից, որովհետև Իրանում ցանկացած անկայունություն, առավել ևս արտաքին միջամտություն, որի մասին ակնարկել է նորից արդեն Սպիտակ տան ձեռնարկակումը, ևս մտահոգիչ է։ Իրանը այնուամենայնիվ Վենեսուելա չի, Իրան հզոր մեծ պետություն է, բայց ցանկացած անկայունություն լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստանի համար։ Ինձ համար գլխավորը Հայաստանի ապահովությունը, Հայաստանի անվտանգությունն է եւ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ եւ հարևանների մոտ, այսպես Վրաստան, Իրան, Թուրքիա, այդ երկրներում կայունությունը։ Որովհետեւ չի կարող լինել կայունություն կոնկրետ մի երկրում, երբ շուրջ բոլորը շրջապատում անկայունություն է։ Այնպես ինչպես չէր կարող, ասենք, ինչեցի դեր Վլադիմիր Ուլյանով ապացուցեց իբր թե հնարավոր է կառուցել սոցիալիզմ մի վերցրած մի երկրում։ Զեում արեցի այնուամենայնիվ։ Իրավիճակը բարդ է, շատ բարդ է եւ ցույց կտա իր զարգացումները։ Բայց կրկնում եմ, սա ևս ցույց տվեց հերթական անգամ, որ Ռուսաստանը բացի հավատարմության մասին հայտարարություններից կոնկրետ հավատարիմ քայլերի անընդունակ է։
Այսօր այս քանը, բայց նախքան ցտեսություն ասելը մեկ անգամ եւս կոչով դիմում եմ բոլոր նրանց, որոնք նայում են հաղորդումներս եւ բայց դեռ չեն բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք, խնդրեմ, իսկ բաժանորդագրվածները, որոնք նայում են հաղորդումներս, խնդրեմ շարունակեք դնել լայքեր, որովհետև ձեր լայքերով իմ Ամասյա Հովհաննիսյանի դուպալիկը ավելի է տարածվում այսօր այս քանը ցտեսություն կհանդիպենք, խաղաղություն մեզ, խաղաղություն աշխարհին։